Ջուլիետա Սարգսյանն եմ Շամշադինի շրջանի Չինչին գյուղից, սովորել եմ Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև իմ երկրորդ մասնագիտությունը եղել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Շատ առիթներ են եղել, որ ցանկացել եմ անպայման ելույթներ ունենալ, իհարկե ունեցել եմ մի քանի անգամ ելույթներ, սակայն այս անգամ չափից ավելի վրդովված եմ այն բանի համար, որ նախորդ կիրակի մեծ բանավեճի ժամանակ ուրեմն Պետրոսի հյուրն էին մի քանի դիմադիր եւ ընդդիմադիր ֆրակցիայի անդամներ, մի ելույթ ինձ չափից ավելի զայրացրեց, դա տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ելույթն էր։ Նա ասաց, որ ինքը ունի ռուսական կրթություն, այնուհետև նա գնացել եւ սովորել է Մոսկվայում, 5 տարի Մոսկվայում սովորելուց հետո նրա դիսերտացիայի պաշտպանությունը եղել է Տոլստոյի գործերը, նրա գործունեությունը, եւ նա ասաց, որ այդ Ռուսաստանը Տոլստոյի Ռուսաստանը չէ, դա այժմ Պեսկովն է եւ Պուտինը։ Հիմա ես հարց եմ տալի, այ երախտամոր, ի վերջո 5 տարի նրանց հացը կերել ես, ձեր դիսերտացիան պաշտպանել ես այնտեղ, հիմա որպեսզի կարողանամ զուգահեռներ անցկացնել ձեր այդ գործունեության մեջ, ես հիմա ասում եմ իմ կենսագրականը, որը թե ես ինչ եմ արել։ Իմ դիպլոմային աշխատանքի թեման եղել է պետությունը եւ իրավունքը Հայաստանում վաղ քրիստոնեության շրջանում, փակագծերի մեջ 3-ից 5-րդ դար։ Իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է այն ժամանակվա Հանրապետության դատախազ Օսիպյանը։ Ես նրա աշխատանքային կաբինետում եղել եմ ընդամենը 3 րոպե։ Նա պարզապես թելադրել է այն աղբյուրները, որից ես պետք է օգտվեմ դիպլոմային աշխատանքը գրելու համար։ Եվ ասել է, որ պատմական ակնարկը ինչ պետք է լինի, այնուհետև 11 տարբեր աղբյուրներից օգտվելու։ Ես դա ասում եմ 17 դար առաջ մեր պետության մասին, որ այն ժամանակվա ուրեմն ինչքան աղբյուրներ են եղել, ինչքան մարդիկ են կարողացել գրել, ասել, որպեսզի մեր հայապահպանությունը, մեր եկեղեցաշինությունը, մեր ազգային արժեքները, մեր ամեն ինչը պահպանելու համար։ Հիմա ես ձեզ ասում եմ, տականք Սրիկա Բաբայան, քեզ հետ կար այդտեղ նաև մի հատ Մելիքյան ազգանունով չեմ կարող ասել անունն ինչ էր, ասաց, որ պարտորեն, որ Մոսկվայի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել եւ նորից սկսում էր բսկտել ռուսներին։ Դու Բաբայան, ես դա քո միջոցով եմ դա ուզում դա ընդհանրացնել։ Եթե դու ասում ես, որ այ երախտամոր 17 դար առաջ 1700 ամյա պատմություն ունեցող մեր ազգին, դու մեզ էլ չես սիրում, այ Սրիկա, այ համբալներ, այ թափտուկներ, դուք մեզ էլ չեք սիրում, մենք հո ռուս չենք, ռուսներն են ասել, որ գնացեք եւ ձեր եկեղեցում, այ եկեղեցու հարցակվեք, որպեսզի կարողանաք ծեփրելով նրանց հանել, դուրս ճպրտել եւ այլը, ուզում եք կրոնը փոխել, ուզում եք, չգիտեմ, նոր կաթողիկոս ընտրել եւ այլը։ Հանձինս այդ շաշկետ հիմար, այդ ծտախերք Նիկոլի